Ադրբեջանում կրկին ձերբակալություններ են։ Մի քանի սուր քննադատությունից հետո Ադրբեջանում սկսում են դռներ փակվել։ Կուսակցական ու հասարակական կազմակերպությունների գրասենյակների, լրատվամիջոցների, վերջինն էլ հենց բանտախցինն է լինում։ Եվրոպական Կավկասկի ուզել աղբյուրն է տվյալներ տարածում, թե քանի քաղբանտարկյալ կա մեր տարածաշրջանի երկրներում։ Անմրցելի է այս հարցում մեր արևելյան հարևան Ադրբեջանը։ Ըստ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության համար միության թարմացված ցուցակի մոտ 400 քաղբանտարկյալ կա այնտեղ։ Թիվը շարունակաբար աճում է։ Անցած տարի, օրինակ, 300 էր։ Ի հակադրություն Ադրբեջանում պաշտոնական դիրքորոշման, բազմաթիվ տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը, Human Rights Watch-ը, պնդում են, որ Ադրբեջանում կան հարյուրավոր քաղբանտարկյալներ։ Ձերբակալությունները հիմնականում ուղղված են լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, ընդդիմադիր կուսակցականների անդամների եւ քաղաքական ակտիվիստների դեմ։ Շատերն էլ հասցնում են փախչել երկրից։ Նրանց հանդեպ ձերբակալության որոշումը կայացվում է հեռակա։ Մեր ու Վրաստանի ցուցանիշներն այս աղբյուրի համաձայն գրեթե հավասար են։ Աղբյուրը ընդդիմության մաս կազմող ձերբակալված անձանց է հաշվում։ Ըստ այդ ցուցանիշի Հայաստանում 40-ից 60 բանտարկյալ կա։ Թվերի մեծ ամպլիտուդը պայմանավորված է տարբեր կազմակերպությունների հաշվարկով, որոնց մի մասը որոշ գործիչների համարում է քաղբանտարկյալ, մյուսները տատանվում են։ Թիվը Վրաստանում հասնում է 64-ի, ներառում է բողոքի մասնակիցներին։ Կավկասկի ուզելը հիմնվում է իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների վրա, ինչպիսիք են Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության համար միությունը, Գիլան եւ հայաստանյան իրավապաշտպանները։ Հեղինակավոր միջազգային կազմակերպությունները Amnesty International-ը եւ Human Rights Watch-ը իրենց 2024-25 տարեկան զեկույցներում Հայաստանի վերաբերյալ չեն օգտագործում քաղաքական բանտարկյալ տերմինը, նկարագրելու 2024 թվականին բողոքի ակցիաների կամ ընդդիմադիր գործիչների հետ կապված ձերբակալությունները։ Այնուամենայնիվ, այս կազմակերպությունները խստորեն քննադատում են Հայաստանի իշխանություններին մի շարք լուրջ խախտումների համար։ Սրանց մասին խոսվեց նաև Euronest խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Երևանում։ Վրացական ընդդիմությունը, տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ Վրաստանում քաղբանտարկյալների թիվը հատկապես աճել է վերջին տարիների քաղաքական ճգնաժամերի ընթացքում։ Սիմոն Հովհաննիսյան, Reopen Media։